Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամերիկուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչյանը, շնորհակալություն պարոն Մանուչյան։ Ես եմ շնորհակալ։ Ուրեմն 3 Ռուսաստանի պետդուման, իսկ ամսի 4-ին Հայաստանի ազգային ժողովը վավերացրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, դուք դա դրական փաստ եք համարում։ Այսպես է, սովորաբար երբ որ մեկ բառով ասում են պատասխանել, այսպեսի մի իդիլիա է նկարագրվում։ Ուրեմն կապույտ երկինք, պայծառ արև, հայերը նստած են, մի կողմից մոտենում են մի ինչ-որ կիրթ երիտասարդ առաջարկում է Եվրոմիություն, մյուս կողմից Եվրասիական միություն, երևի ավելի sense բոցաշունչ նժույգներով մարդիկ, իսկ երրորդն էլ մտածում եմ միգուցե ես ինքս իմ ինքնության մեջ մնամ ոչ այնտեղ գնամ ոչ այնտեղ, հա, 3 բաների մեջ ընտրություն է։ Այսպիսի բան գոյություն չունի։ Այսօր աշխարհում պատերազմ է, մենք նախորդ հանդիպումներին խոսել ենք դրա մասին, ուղղակի գնալով թեժացող պատերազմ է, շատ կարճ պատերազմ է։ Եվ այդ պատերազմական պայմաններում, ուրեմն երկու ճամբարներ կան, օրինակ մեր տարածքի հետ կապված, հետեւյալ խնդիրն է։ Մի ճամբարը ասում է պետք է լինես ինձ հետ, մյուս ճամբարը ասում է պետք է լինես ինձ հետ։ Երբ որ դուք այդ ընտրությունը կատարում եք, դուք ճամբարների միջև ընտրություն եք կատարում եւ կատարվում է հետեւյալ տարբերակներից մեկը։ Եթե դուք ասում եք այո, Եվրոասոցիացիա, որտեղ չկա Եվրոասոցիացիա։ Այդ ամբողջ ուրեմն արևելյան ընկերակցություն տարբերակը ընտրված էր մի բանի համար, այդ պատերազմի լոգիկայում, որպեսզի մի կողմից Ռուսաստանի համար պրոբլեմային տարածք ստեղծել, ուրեմն որտեղ ինքը բախվում է ինչ-ինչ էլիտաների հետ, բնակչության հետ, հասարակության հետ եւ այլը, եւ մյուս կողմից բախում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, որոնք երկուսով կարծես թե փորձում են իրենց կողմը անցկացնել։ Այս երկու խնդիրները փայլուն ձևով լուծված է այդ արևելյան ընկերակցություն ծրագրի շրջանակում, այնպես որ խնդիրը ոչ թե նա է, որ մեզ ուզում են այստեղ կամ այնտեղ ընդունեն, մենք պետք է խաղանք մի դեր, այսինքն բախման տարածք դառնանք կամ չդառնանք։ Մենք այսօր ասացինք, մենք բախման տարածք չենք ուզում դառնալ, այսքանը։ Մի անգամ դուք ասացիք եւ ասացիք թե ինչու, բայց խնդրում եմ կրկնեք, հա, որ ԵՏՄ ենք մենք մտնում ԱՄՆ-ի պահանջով, հա, ինչու։ Դա տարական էր, ուրեմն Հայաստանը մինչև 1 տարի ու մի քիչ առաջ մենք ասում ենք, որ Եվրոասոցիացիա են գնում այդ արևելյան ընկերակցություն եւ այլ եւ ամբողջ քաղաքական դաշտը մեր ասում էր որ այդպես է եւ այդպես էր որովհետեւ Հայաստանի պետական համակարգը 80-90%-ով ուրեմն ձևավորված է Միացյալ Նահանգների կողմից նրանք Բրիտանիան էստեղ կրծեր գործընկերներ հանդես գալիս եթե նայեք թե մենք մեր օրենքները ինչ օրենքներ ենք ընդունում ինչ մեխանիզմներով է դա անցկացվում եւ այլը բայց կդառնա որ այդ զույգի կողմից թելադրված բոլոր օրենքները լավ թե վատ, հիմնականում վատ, ըստ իս մենք շատ բան կորցրել ենք այդ ամենի ուրեմն հետևանքով, բայց թելադրողը նրանք են թե կադրային իմաստով, թե ծրագրային եւ այլ եւ այլ։ Եվ մեկ էլ ստեղծվում է մի իրավիճակ, երբ որ Ռուսաստանը ուշքի եկած ասում է թե դուք այս բանը պետք է անեք այսպես։ Եվ Սերժ Սարգսյանին, որը խորը այդպիսի հենց համագործակցության մեջ է, հենց անգլոսաքսոնական համակարգի հետ, դրում են ծանր վիճակում, կամ նա պետք է ուրեմն հարվածների ենթարկվի, իսկ Ռուսաստանը այստեղ բավականաչափ դեր ներուժ ունի, որ հարվածի եւ հարվածի արդյունքում նա կորցնի իշխանությունը, կամ նա պետք է համաձայնություն տա եւ այդ դեպքում ստորագրի այդ մյուս ուղղությամբ համաձայնագիրը։ Ամերիկան ինչ է։ Ամերիկան ասում է այո, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը զրկվեր իշխանությունից եւ այնտեղ հայտնվեր մի որևէ Ռուսաստանի համար շատ ավելի ընկալելի գործիչ, նա ամբողջ պետական համակարգը սրբելու էր եւ տեղադրելու էր մարդիկ, ովքեր ապագան Հայաստանի տեսնում են Ռուսաստանի հետ կամ ավելին, ուղղակի Ռուսաստանի գործակալ, ծառայող եւ այլ եւ այլ։ Այս բանից խուսափելու համար ամերիկացիները ասեցին ոչինչ, թող նա մնա, մինչեւ ուրեմն վիճակները կփոխվեն եւ այդ դեպքում արդեն կուտակված պոտենցիալը, այսինքն Ամերիկան որոշեց պահպանի ձևավորված պետական ապարատը։ Այդ պատճառով զոհաբերեց այդ մի ստորագրությունը։ Վերջերս մի բելարուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը հարցազրույց է տվել եւ կասկած է հայտնում հետեւյալ հարցով, ասում է ԵՏՄ-ն ընդհանրապես որպես տարածք գոյություն չունի, ուր է Հայաստանը մտնում։
Դա բելարուսցի է, դա բան չի, ամերիկացի։ Ես հասկանում եմ, աստված սիրեք։ Ուրեմն, այսպես գեղեցիկ ֆրազներ արտասանելը, խորը մտքեր եւ այլը, դա բավականին այսպես հաճելի զբաղմունք է, մարդիկ արտասանում են։ Նա շատ հեռու է իրականությունից, այսինքն ասում է այսպես է թե այնպես է, նա պետք է խոսեր այդ պատերազմի մասին, ասեր աշխարհը ինչ ճանապարհով է գնում, որ հիմա բախումները գնալով թեժանալու են եւ մարդիկ հայտնում են կամ տակ պատերազմի վիճակում, ինչպես Ուկրաինան է, ինչպես հայտ է ներկայացրել Մոլդովան այդտեղ ներկա լինելու, Վրաստանն է ներկայացնել հայտ, Ադրբեջանը հակառակը փորձեց մեղմացնել իր դիրքորոշումը եւ այլն։ Հիմա հայտը ներկայացնում է, հայտնում է տակ պատերազմի վիճակում, կարևոր չի քաղաքացիական թե արտաքին բախումների մեջ։ Եվ դա ոչ թե այն պատճառով է, որ ինչ-որ վատ Ռուսաստան, լավ արևմուտք կամ հակառակը, բացարձակապես ֆունդամենտալ հարցը աշխարհակարգը պահպանվելու է թե ոչ, քաղաքակրթական այն մոդելը, որով մարդկությունը կառուցել է իր կյանքը վերջին, ասենք 100-ամյակի առնվազն ընթացքում, պահպանվելու է թե ոչ, ֆինանսա-տնտեսական համակարգը, որը ֆինանսա-բանկային համակարգը, որը հիմնական գործիքն է աշխարհից փող հավաքելու եւ այդ կենտրոնի հնարավորությունները process-ների կառավարման լուծելու, որտեղ է մնալու։ Օրինակ հիմա ըստիս լուծվում է հետեւյալ հարցը. կառավարման կենտրոնը փոխվում է, Միացյալ Նահանգներից անցնում է Չինաստան։ Եթե Միացյալ Նահանգները առաջնորդվեն իրենց ազգային շահերով, եթե Եվրոպան ի վիճակի լիներ ազգային շահերով առաջնորդվեր, ապա ոչ մի դեպքում այս քայլերը, որ կատարվում են, չէին կատարվի։ Բայց քանի որ լուծող այդ հարցերը որոշող ատյանը շատ ավելի բարձր է, ասենքն ես մի քանի անգամ ասել եմ, Միացյալ Նահանգների վիճակը մերից տարբերում է նրանով, որ նրա օլիգարխիան իրական օլիգարխիան, ոչ թե 10, 20, 50 միլիարդ որ ունեն, դա այսպես բաց օլիգարխիա է, իրական, որ տրիլիոնների տնօրինող են։ Նրանք պետական ապարատից վեր են, պրեզիդենտից վեր են, եւ մենք նրանց անունները չգիտենք անգամ։ Բայց նրանք կառավարում են Մենոց անունները մենք գիտենք գոնե։ Իհարկե, մեծ հարաբերություն։ Ահա, ինչպես եք մեկնաբանում ռուս-թուրքական մերձեցումը եւ մասնավորապես այն փաստը, որ հարավային հոսք գազատարը անցնում է դեպի Թուրքիա, հա, Սևծովի պետք է անցնի Սևծովի տակով եւ Ռուսաստանը գազի գնի 7% զեղչ է սահմանել Թուրքիայի համար։ Դա բնականաբար մեր Հայաստանում անհանգստություն է առաջացնում։ Այսպես է, Հայաստանում անհանգստություն առաջացնող բաները շատ են եւ իրականում էապես ավելի շատ են, ինչի համար մենք չենք անհանգստանում, չգիտեմ։ Բայց ճիշտ ասած, մինչ այսօր օրինակ ինձ հայտնի է, որ երբ որ մեկը անհանգստանում է, մի բան անում է։ Մենք ունենք մի խնդիր, մենք որպես Հայաստան չկանք, մենք կատարում ենք արտաքին հրահանգները։ Մենք չունենք բացարձակապես ինքնիշխանություն։ Թուրքիան եւ Ռուսաստանը նույնպես չունեն ինքնիշխանություն, բայց այսօր Ռուսաստանը կատարում է քայլեր, որպեսզի իր ինքնիշխանությունը վերականգնի, նմանատիպ բաներ դիտվում են նաեւ Թուրքիայում։ Ինչքանով նրանք հաջողակ կլինեն, սա ուրիշ հարց է։ Ես կարծում եմ ցանկացած դեպքում Ռուսաստանը հաջողացնելու է, Թուրքիան դժվարանում եմ ասել։ Բայց նրանք ամեն մեկը արդեն սեփական նպատակադրումներից ելնելով, ես շահեր բառը չեմ արտասանում, որովհետև դա մեռնող աշխարհակարգի տերմին է։ Ես կարծում եմ այդ բառից կհրաժարվենք եւ կյանքի կոչենք նպատակներ բառը, որը մարդկության պատմության շատ ավելի մեծ այսպես հատվածում է իշխել։ Եվ այս տեսակետից, երբ որ մենք ինքներս ունենանք մեր նպատակները, մենք կարող ենք մտածել, թե ինչ այդտեղ վտանգներ կա եւ ինչպես մեր գործերը կառավարենք։ Իսկ եթե չկանք, ապա եկեղեցի, մոմեր վառել, ուրեմն դիմել Աստծուն, որ մեզ փրկի, չնայած նա էլ միշտ պատասխանը կտա, որ ձեր փրկությունը ձեր ձեռքում է, ինչի չեք զբաղվում ձեր հարցերով, կամ զբաղվել հարբեցողությամբ, խնջույքներով եւ այլը, որտեղ ինչպես հայտնի է, ժանդախտի ժամանակ քեֆից բացի ուրիշ քիչ բան կա։ Այսինքն այդ փաստերը կարող են վնասել Հայաստանին, թե ոչ։ Իհարկե, ցանկացած փաստ կարող է վնասել Հայաստանին եւ կարող է օգուտ տալ։ Կարող է նաեւ օգուտ տալ։ Անկասկած։ Իմ ընկերներից մեկը այդ անհանգստացող, հա, երևի, համեմատել է Աստrovsku Bespridaniца, ուրեմն պիեսի հետ, սյուժեով աղքատ աղջկան
ամուսնացնում են, բայց հետո ուրիշ մարդիկ օգտագործում են ուրիշ նպատակներով եւ դա հենց Հայաստանն է, որին ամուսնացել են ԵՏՄ-ի հետ, իսկ հետո ուրեմն Ռուսաստանն ու Թուրքիան օգտագործում են այլ նպատակներով։ Ինչ կասեք, ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք, դա մարդիկ են ձեր ընկերները, որոնք կամա թե ակամա հայտնվել են արտաքին ռոպագանդայի ազդեցության տակ։ Դա արևմտյան կլիշեներից մեկն է Հայաստանի համար։ Հանգիստ կարելի է եւ ուրիշ կլիշեներ օգտագործել, որոնք ուրեմն գոյություն ունեն, եւ դրանք ոչինչ չեն տալիս։ Ուղղակի այսպես պարապ խոսակցություններ են։ Քարոշություն է։ Անկասկած իրականության հետ ուրեմն գործ ունենալու համար պետք է անել հետևյալը։ Մենք նորից եմ կրկնում, պետք է հաստատենք մեր ինքնիշխանությունը եւ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են պետական եւ քաղաքական համակարգից դուրս եւ եթե այդ գործողությունները բերեն հաջողության, առաջին հարցերը բարձրացնողները նույն ազատամարտիկներն են եւ եթե այսօր պատահական չի որ նրանց հետ այդպես են վարվում, մտավորականության շրջանակներ կան եւ այլը, մի 3-4 շաբաթ առաջ Հայաստան նախաձեռնություններ հրճակվել ժողովրդական, որը հրապարակեց իր պլատֆորմը, այսինքն պլատֆորմը Հայաստանի ինքնիշխանությանը ինչն է վնասում եւ ինչպես վերականգնել։ Մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որ Հայաստանը կամ պետք է ռեալիզացնի կառավարման լրիվ նոր համակարգ, որտեղ այս կառավարումը որ կա ամբողջությամբ արտաքին ազդեցության տակ է։ Սարսափելին այն է, որ ինֆորմացիոն դաշտն էլ ամբողջությամբ մենք ձեզ հետ քննարկում ենք, այ ինչքան խոսել ենք, մենք խոսում ենք կլիշեներից։ Մենք ի վիճակի չենք բուն էությունից խնդրել, որտեղ դուք ինձ տալիս եք հարցերը, որ արկա են ինֆորմացիոն տարածքում, դուք չեք կարող ինչ-որ ուրիշ տեղից վերցնել, իսկ դա կլիշեներ են։ Ռուսաստանում կա տնտեսական ճգնաժամ, թե չկա, այն ազդում է Հայաստանի վրա, թե չի ազդում եւ պատճառը միայն պատժամիջոցներն են, թե ոչ միայն։ Ուրեմն Ռուսաստանում կա տնտեսական ճգնաժամ, ինչպես նաև ողջ աշխարհում կա տնտեսական ճգնաժամ։ Եվ ազդում է Հայաստանի վրա եւ համաշխարհայինը եւ ռուսական ճգնաժամը։ Եվ այդ ճգնաժամերը ուժեղանալու են, որովհետեւ նրանք զուգորդվում են այն պատերազմի հետ, որ ես ասացի, եւ մեկը մյուսի կյանքը փչացնելով եւ տնտեսական ոլորտում եւ ռազմական եւ հատուկ օպերացիաների եւ այլը քայքայիչ գործընթացները շատ են լինելու եւ դրանք բոլորը ազդելու են նաեւ Հայաստանի վրա։ Ես այդ հարցը ուզում եի տալ, այս տարի լարվածության երկու օջախները համենայն դեպս հայտնաբերվեցին, հա, Ուկրաինան եւ Միջին Արևելքը, ձեր կանխատեսումը հաջորդ տարվա դրանք սրվելու են այդ երկու խնդիրները։ Ուրեմն այսպես է, այն մտավախությունները, որ մենք ձեզ հետ այստեղ կիսեցինք, հսկայական է նաև Եվրոպայի մոտ։ Եվրոպային ստիպեցին այսպես հայտնվել Ամերիկայի տակ եւ այդ բանը փորձ կատարվեց անել Ուկրաինայով, բայց չաշխատեց, Եվրոպան չհավատաց դրան եւ Եվրոպան հավատարիմ էր այն բանաձևին, որ ինքը ընտրել էր իր ապագայի համար։ Բանաձևը տարրական էր։ Ռուսաստանի հետ միավորվում են, ալյանս են կնքում եւ այդ ալյանսի շրջանակում Ռուսաստանը պաշտպանում է Եվրոպային մեկ եւ երկրորդ ֆունկցիան Ռուսաստանի ուրեմն ընդերքը տրամադրում է Եվրոպային, իսկ Եվրոպան տեխնոլոգիաներ է տալիս։ Եվ այդ երկու համակարգերը, որը ըստ էության երկուսն էլ եվրոպական են, դրանք աշխարհի ապագա աշխարհի քաղաքակրթական մոդելն են առաջ քաշում, հրաժարվելով այդ ատլանտյան մոդելից, շահի վրա խարսխված մարդու մոդելից, եւ ուրեմն աշխարհը շարժվում է ուղիով Միացյալ Նահանգներին դիտելով որպես գործընկեր։ Դա լավ բան է, որ սպասվում է։ Այդ բանը չկայացավ, որտեղ Միացյալ Նահանգները ընտրեցին այլ ճանապարհ, ես կարծում եմ ընտրությունը ոչ թե Միացյալ Նահանգներինն է, այլ ասացի այդ կառավարող փողի կույտինը, որը դժվարում եմ ասել, դա ինչ է, ոնց է, նկարագիրը չգիտեմ, ուղղակի դա գործողությունն է երևում, եւ արդյունքում այդ Ամերիկան ստիպեց, որ Եվրոպան մտնի իր տակ եւ մտնելով վախացրեց նրան իսլամական պետությունով։ Հիմա իսլամական պետությունը հայտարարվել է Միացյալ Նահանգների եւ Բրիտանիայի կողմից, որ դա երկար պատմություն է, որ մի քանի տարի նրանք այնտեղ պատերազմելու են։ Ես չգիտեմ նրանք որ տեխնոլոգիաներում են հաշվարկը տանում, կարծում հաշվարկ չկա, այնտեղ ուղղակի ստացել են ինստրուկցիա, որտեղ գրված է, որ այդտեղ մի քանի տարի պետք է պատերազմել, որովհետեւ այդ բախումնային շրջանը մոլորակային պետք է էապես ավելի մեծ լինի։ Բայց Եվրոպան ինքը վախենում է, նրա էլիտաները չեն ուզում այդ ճանապարհով գնալ, նրանք հարկադրված են գնացել, նրանք ենթարկվել են սպառնալիքին, որովհետև Սաուդյան Արաբիայի արքան Ուկրաինայի պայմանագիրը ստորագրելուց հետո խաղաղության Մինսկում որ ստորագրեցին, բոլոր Եվրոպան, Ռուսաստանը ուռա, խաղաղություն, ամեն ինչ նորմալ է, Ուկրաինան բոլորը հանգիստ են, մեկ է Սաուդյան Արաբիայի արքան հրավիրում է իր մոտ
ուրեմն դեսպաններին եվրոպական երկրների եւ ասում են, որ իսլամական պետությունը շարունակելու իր գործունեությունը Եվրոպայի տարածքում մոտակա 1 ամսվա ընթացքում։ Թարգմանեմ ուրեմն արաբերենից գերմաներեն, դա նշանակում է, որ հաջորդ պատյունը այնել հնարավոր է քիմիական զենքի լինի Բերլինի մետրոյում։ Գերմանիան միանգամից հասկացավ ինչի մասին է խոսքը եւ հաջորդ օրը նրա արգոսնախարարը ասաց, որ Պուտինից ավելի ահավոր կերպար ինքը կյանքում չի տեսել եւ նրա դեմ պետք է պայքարել, որտեղ նա սխալ մարդ է։ Այսինքն Եվրոպան հարկադրված ենթարկվեց Միացյալ Նահանգների փակագծերում ավելացնեմ համաշխարհային կառավարման այդ համակարգի թելադրանքին եւ ուրեմն կոնսոլիդացված շարունակեց արճակատումը Ռուսաստանի դեմ, Ուկրաինայում եւ այլ եւ այլ։ Բայց նրա էլիտաները այս ամենը տեսնում են, ինչ ես պատմում, ես ավելի շատ նրանցից եմ իմանում այդ բաները, որտեղ ես այդ վերլուծական հնարավորություններ ամբողջական չունեմ։ Եվ այդ մարդիկ փորձում են դիմադրել առանց բարձրաձայն մի բան են ասում, իրականում փորձում են թույլ չտալ այդ ամենը։ Եվ սա կարող է բերել, եթե եվրոպական դիմադրությունը բավականաչափ ուժեղ լինի, իսկ դրանից բացի կա մի հատ ուրիշ հիմնական դիմադրության շղթա, որը Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ այլն է, աշխարհի 90%-ը, այսպես ասեմ, այդ դիմադրական շղթան այսպես զուսպ է տանում դիմադրությունը ֆինանսական համակարգերով, տնտեսական համակարգերով, անդադար նեղացնելով Միացյալ Նահանգների հնարավորությունները որպես այդ համաշխարհային կառավարման հիմնական գործիքի։ Այս է տրամաբանությունը։ Այդ տրամաբանության մեջ միգուցե եւ Ուկրաինայում ստացվի այդպես մեղմել իրավիճակը, բայց այսօր առայժմ ամեն ինչ գնում է շիկացման, թե Ուկրաինայում, թե իսլամական պետությունում։ Որևէ երախիք չկա, որ 2015 թվականին այդ հումանիստական մոդելները, այսպես ասած, կգործեն։ Նրանք գործում են անդադար, բայց կհաղթեն, երաշխիք չկա։ 15 թվականը ըստ ամենայնի թեժ ուրեմն թիվ է լինելու եւ 16-ն էլ։ Այսինքն անգամ եթե Եվրոպայի դիմադրության շնորհիվ Ուկրաինայում մի բան տեղաշարժ եղավ, կտրուկ ուրեմն կուժեղանա թե իսլամական պետության այդ ուրեմն գործողությունները, թե լրացուցիչ, ով գիտեր, որ իսլամական պետություն գործիք կհայտնվի աշխարհի գործերը քանդելու համար, նոր քաոսային վիճակներ ստեղծելու համար։ Գործիքները երևի շատ են։ Իդեալական կլիներ հավանաբար Հայաստանի համար, որ ԵՏՄ-ն եւ Եվրամիությունը իրար հետ պայմանագիր կնքեին, հա, դա հնարավոր է թե չէ։ Ուրեմն անկասկած դա մնում է հայտարարված, ես դա նույն տրամաբանության շարունակությունն է, ինչպես կձևակերպեն, ես հիշեցնեմ, որ 1.5 տարի առաջ, երբ որ Ռուսաստանը ասեց Եվրասիական միություն առաջի անգամ, ասեցին բայ Եվրոմիություն, ասեց եւ, ինքնիվ չկա։ Կամ եվրոպացիներն էլ կրկնեցին եւ, կամ ասեցին ամերիկացիները, իրենց եվրոպական այսպես գվարդիայով, Լեհաստան, Շվեդիա, Լիտվա, սա մեր փայ Ամերիկան է, որը խոսում է որպես Եվրոպա։ Հիմա էլի շաբլոն, ինչպես ասեցիք, ինչ որ հարցեր, որոնք բան են։ В общем, շաբլոն հարց պիտի տամ, հա։ Ինչպես է գնահատում անցնելով տեղական, հա, խնդիրների երյակի ուրեմն գործունեությունը այս տարի ամենահետաքրքիր իրադարձությունները է որպես հարց իհարկե շաբլոն հարց է ձևակերպումը, բայց դուք հնարավորություն տվեցիք դրանով խոսել հիմնական հարցերից։ Ուրեմն տեղական հարցերը հիմա մեզ համար ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Կամ մենք ֆուտբոլի գնդակ ենք, բայց ֆուտբոլի գնդակ լինել, երբ որ այդ կապույտ երկինք է, արև է եւ այլը, այդ մի բան է։ Գնդակը ֆուտբոլի դաշտից դուրս չի գալիս։ Իսկ հիմա կարող է գնդակը պետք լինել ցանկացած կրակի համար, թեժացնելու եւ այլը, դրա համար գնդակի կարգավիճակը անթույլատրելի է արդեն։ Մենք ուղղակի ինքնասպանություն ենք կատարում գնդակ լինելով։ Հիմա երյակը կամ իշխանությունը կամ որևէ այլ ընդդիմադիր ուժեր, որտեղ շատերն են գործում, կամ ոչ ընդդիմադիր ուժեր, հիմա Հայաստանը ունի մի խնդիր։ Նա պետք է շատ արագ կազմավորվի որպես սուբյեկտ քաղաքականության, եւ այդ կազմավորումը չպետք է լինի ստանդարտ կառավարման մոդելի շրջանակում։ Օրինակ տեսեք, երյակը ստանդարտ մոդելի շրջանակում ասում է արտահերթ ընտրություններ եւ այլն։ Ես կտրականապես դեմ եմ որևէ ընտրությունների։ Այսօր այս օլիգարխիական, այս խելագար համակարգերում եւ այլն Հայաստանը նորից մտցնել ընտրությունների, որ մի 50 բանակի բաժանված սկսենք իրար սպանել, երբ որ արտաքին ուժերից շատերը ուզում են սա քաոսի վերածել, դա ինչպես սպանություն է։ Կամ պիտի մոնարխիա լինի եւ բան լինի, ասենք ժառանգական, կամ ընտրությունները լավ կլիներ ինքը, ուրեմն նախաձեռնողը լիներ գոնե այսպես գաղափարի, որովհետեւ իրականացումը երյակի ներուժը
չի հերիքի դրա համար։ Մենք պետք է ողջ հանրապետության ներուժը կենտրոնացնենք, այն էլ այսպես մտավոր ներուժը նրանք են, ով քաղաքական դաշտում չեն էլ մասնակցում։ Մենք ունենք շատ բարձրակարգ այսպես ուղեղներ ասեմ, քաղաքական դաշտից դուրս եւ երկրից էլ դուրս, այդ երկրից դուրսը երկու տիպի է, մեկը հայության շրջանակում, բայց մյուսը հենց մեր քաղաքացիներն են, որոնք ապրում են եւ աշխատում են երկրից դուրս։ Եվ այդ շրջանակը ամբողջականացնելով մենք պետք է ստեղծենք կառավարման շատ ավելի էֆեկտիվ համակարգ, որը պետք է այդ ողջ ներուժը բոլոր բնակավարներում կենտրոնացնելով անցկացնի համապատասխան քաղաքականություն, թե մշակի, թե իրականացնի։ Հիմա եթե հանգած իշխանության մեջ ինչ-ինչ շրջանակներ չեն ուզում դրան գնալ, որտեվ այդ կերակրատաշտը պահպանելը մնում է նրանց համար առաջնային խնդիր եւ այլ, դա վտանգ չի։ Երբ որ դուք եթե քանդում եք մի բան, երկու տարբերակ ունեք, կամ հարվածում եք դրան, երյակը, եւ դրանից առաջ բոլոր ուժերը այդպես է եղել։ Այ ուզում եմ քանդել իշխող համակարգը, դրա համար մի հատ գվարդիա եմ ստեղծում, հարձակվում եմ, խփում եմ, որ քանդվի։ Երկրորդ տարբերակը քանդելու հետեւյալն է, երբ որ դուք ստեղծում եք շատ ավելի կատարյալ համակարգ, կողք առանց նրան կպնելու։ Եվ ուրեմն այստեղ տեսնում են, որ այստեղ կատարյալ ավելի բան է ստեղծվում, հիմա վարդագիծը այդ իշխող համակարգի երկու դեպքերում։ Եթե դուք ստեղծում եք համակարգ քանդելու համար նրան, նա կոնսոլիդացվում է իրենը պահպանելու, մանավանդ որ ձեզ կասկածում է, որ ոչ թե դուք նոր համակարգ եք ուզում, այլ ուզում եք գաք իր տեղը նստեք եւ կրակրատաշտից դուք օգտվեք, որտեղ այդպեսին է եղել երկրի փիլիսոփայությունը։ Բայց եթե դուք ստեղծում եք մի այլ համակարգ, հակառակը նրանք տեսնում են, որ իրանք զբաղված են անհեթեթությամբ, ժանդախտի ժամանակ խնջույքով, եւ նրանցից շատ-շատերը մտածողները եւ այլը կամաց-կամաց սկսում են այս կամ այն չափով սպասարկել այս մյուս իշխող ասելով դուք ոչ միայն հանրապետական նկատեք, այլ ԲՀԿ-ն եւ մնացածները։ Գիտեք ինչ, սկզբունքորեն բոլոր նրանք, որ այսպես թե այնպես մասնակցում են, որովհետեւ հիմա շատ դժվար է, ես օրինակ չգիտեմ, որ ընդդիմադիր հատվածի միջով ինչքանով են հատվածները, որոնք օգտվում են այդ նույն բանից եւ այլն, շատ խառն է դառնել իրականությունը, որտեղ երբ որ առևտուր է սկսում, առևտուրը ամեն վանդակի մեջ է մտնում իրականության։ Իհարկե առաջի հերթին նկատի ունեմ հանրապետականը, առաջի պատասխանատվությունը նրա վրա է, մանավանդ հիմա բացարձակ անհեթեթ քայլեր են կատարվում, ես ուղղակի զարմացած եմ եւ ավելի շատ այսպես սկսում են վերագրել արտաքին կառավարման համակարգերին, որովհետեւ մտածել, որ այս իրավիճակում մարդիկ կարող են չնկատել, թե ինչ է կատարվում եւ կատարել այսպես տղայական, ասեմ, չմտածված, ասեմ, քայլեր անհասկանալի։ Եթե դուք դեմ եք ընտրություններին, այնուամենայնիվ, ով պետք է լինի, չգիտեմ, վարչապետ, նախարար, չգիտեմ, ոստիկան, դատավոր, նրանք պիտի լինեն, չէ՞ Հայաստանում։ Երկրի նախագահը պատասխանատուն է արտաքին քաղաքականության։ Բայց եթե դուք ստեղծում եք մի շրջանակ, որը քաղաքական ուժերից կազմված, անալիտիկ հնարավորությունները եւ այլը, եւ Հայաստանի եւ հայության կենտրոնացնում եք այդտեղ, դա մշակում է քաղաքականությունը եւ իրականացնում, ապա երկրի նախագահը այդտեղ մասնակիցներից մեկն է, միգուցե այսպես առավել ազդեցիկ մասնակիցը, բայց մասնակիցներից մեկը։ Եվ եթե ինքը երկիրն է սպասարկում, ապա ինքն էլ այդտեղ եւ գոնե որ այդպիսի համակարգ այնց ինքը առաջինը կստեղծի եւ ինքն էլ կլինի առաջին սպասարկող այդ համակարգի, որովհետեւ հնարավոր չի իրականացնել արտաքին քաղաքականությունը այսօրվա աշխարհում մանավանդ այս իրավիճակում ուրեմն ինչ որ այդպես կառավարման համակարգով Միացյալ Նահանգներն աշխատում այս համակարգով, որ ասում են, որ հսկայական պետական ապարատ ունի, ուր մնաց փոքր Հայաստանը։ Հետևաբար ով է որոշել, ով է նախագահը։ Արտաքին քաղաքականությունը, եթե դուք որոշեցիք, որ իրականացնում եք, օրինակ երյակ պլյուս անվանենք դա, որտեղ նախաձեռնող որոշեցինք ձեզ այդ համարել օրինակ նրան, եթե այդպիսի շրջանակ ստեղծվում է արտաքին քաղաքականության մասին կոնսուլտացիաներ, կենտրոններ, որոնք կպլանավորեն, հրավիրելով մասնագետներին եւ այլը, այդ երյակը ես օրինակ չեմ հասկանում, մենք ինչի Չինաստանի հետ չունենք այսօր հարաբերություններ, ինչի Իրանի հետ չունենք, մենք այդ բոլորը պետք է ունենանք։ Մենք խոշորագույն համաշխարհային եւ ամենաէֆեկտիվ հնարավոր համադրման համակարգն ենք։ Այսօր ոսկու գին է ստանում համադրման ցանկացած տարբերակ։ Ոչ ոք ոչ մեկին չի հավատում, երկրներից, ուժերից, միջազգային կառույցներից, բոլորը բոլորին հարվածում են, եւ եթե դուք կարողանում եք էֆեկտիվ համադրման համակարգ ստեղծել, ձեր գինը ոսկու գին է դառնում։ Բացարձակապես Հայաստանի իշխանությունը պետք չի տենց բան իրականացնելու համար։ Շատ լավ կլինի, որ մասնակցի։ Շատ ավելի էֆեկտիվ կլինի, բայց եթե չի մասնակցում, ստեղծենք, սկսենք աշխատելը,
Եվ տեսնենք նա ինչ վիճակում է։ Եվ այսպիսի հնարավորություններ կան կյանքի բոլոր բնագավառներում։ Պետք է այս ճանապարհով գնանք, որովհետև եթե բախումնայինով ենք գնում, արտաքին ուժերը, որոնք շահագրգռված են ուրեմն քաոսի մեջ Հայաստանում, շատ արագ դրանից կօգտվեն։ Դուք նկատել եք, որ ընդդիմադին շարժումները, հա, ստեղծած 88 թվականից ասում են համաժողովրդական, այսինքն ձեր ժամանակ համազգային էր, հիմա համաժողովրդական։ Մեր մոտ ոչ համաժողովրդական շարժումներ չկան։ Այսպես է, ուրեմն այդ հատվածային բաները, որ ստեղծվում են աշխարհում, այսօրվա քաղաքակրթական մոդելն է։ Հայերը ինչքան էլ ժամանակակից դառնան, այն հազարամյակների բանը մեջները կա։ Ու բոլորն էլ գիտեն, պարտադիր չէր Չարենցը ասեր համապատասխան բառը, որ ամբողջականության մեջ է։ Ուրեմն կամ ապահովում ենք ամբողջականությունը։ Դա մարդկության համար այսօր կարևորագույն կատեգորիա է կյանքի, աշխարհայացի եւ այլը։ Ամբողջականությունը ամեն ինչի մեջ պետք է ապահովել, ամեն ինչն է բսկտված։ Բայց մերոնք ասում են, քանի որ ամեն մեկից մեջ նստած է դա, դրա համար ամեն մեկը ասում է, ես ձգտում եմ այն ամբողջականությունը, որ որպես արխետիպ ամեն մեկից մեջ նստած է, դրա վրա հենվել։ Դրա համար է դա ասում։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ Մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։